այս ակցիայի հանրահավաքի նախաձեռնողներից եք։ Ինչով է առաջացել անհրաժեշտությունը, արդյոք այս խնդիրները բարձրաձայնելու համար պետք էր հենց հրապարակային բազմամարդ հանրահավաք կազմակերպել։ Սա իհարկե ծայրահեղ քայլ է, մինչ այս տարբեր փուլեր են անցել համոզելու համար կառավարությանը, թե ինչ կատաստրոֆիկ վիճակ է լինելու, եթե 40+10 կրճատվի, սակայն նրանց մոտ լրիվ այլ ընկալումներ են եւ նորմալ չի էլ հասկացվում, թե ինչպես են այդ եզրահանգումների եկել։ Իհարկե իրենք փաստում են, որ արցախցիների որոշակի խմբի հետ հանդիպել են, քննարկել են եւ այլն, բայց ինչպես համացանցի նկարներից է բարձ դարձել, արցախցիների մեծ մասը չի ճանաչում այդ մարդկանց, նրանք հանրային գործիչներ չեն, նրանք հանրության վստահությունը կրող մարդիկ չեն եւ ես չեմ էլ կարծում նույնիսկ եթե նրանք հանրության համար հայտնի չեն, համենայն դեպս չեմ կարծում, որ եկել եւ ասել են, որ այո շատ լավ միտք է, եկեք դադարեցնենք, որպեսզի արտագաղթ լինի, որպեսզի մարդիկ իրենց իրավունքները իրացնելու հնարավորությունից զրկվեն։ Այսինքն սա զուտ իրենց նախաձեռնությունն է եւ բոլոր հանրային քննարկումները եւ այլն դրանք ավելի շատ ֆիկցիա են եւ ներկայիս որոշումը ոչ մի կերպ չի բխում բռնի տեղահանվածների շահից։ Իսկ ինչ որ քայլեր եղել են, թեկուզ ձեր ասած հանրային գործիչների իրազեկ մարդկանց ընդգրկելու սոցիալին գից հանձնաժողովի մասին է խոսքը, այդ հանձնաժողովում դուք ինչ ինֆորմացիա նախ գրավոր ձևով, բանավոր ձևով տարբեր ՀԿ-ներ, կազմակերպություններ իրենց առաջարկներն են ներկայացրել, նրանք միշտ ասում են, որ բաց են առաջարկների համար, այդ առաջարկները կարդացվում են եւ մոռացվում գնում, այսինքն կոնկրետ հստակ քայլեր չեն արվել եւ այս վերջին որոշումը դրա հստակ եւ վառ ապացույցն է, որ զուգահեռ մեկ այլ ծրագիր են գործարկել եւ ասում են, որ դա կապ չունի այս մեկի հետ, բայց իրականում դա հենց այդ նույն նպատակով է ստեղծված, որպեսզի իբր իրենց կարծիքով ընդամենը 3000 կարիքավոր մարդկանց օգնեն, բայց իրականում նախ չի կարելի հավասարության նշան դնել անապահովի եւ բռնատեղահանվածի միջեւ եւ երկրորդ բռնատեղահանվածները դեռևս իրենց բռնատեղահանվածների բնակարանային հարցը լուծված չէ, ինչպես լրիվությամբ զբաղվածության հարցը եւս լուծված չէ եւ այդ ֆոնին բնակվարձի դադարեցումը ոչ այլի չէ, քան հարկադիր բռնագաղթ։ Իսկ կոնկրետ այս հավաքից դուք ինչ ակնկալիք ունեք, արդյոք այն կարող է նպաստել այդ որոշման փոփոխությանը եւ եթե ոչ, արդյոք նախատեսում եք բարբերաբար դարձնել այսպիսի հանրահավաքները, ակցիաները կամ այլ միջոցառումներ միգուցե նախատեսում եք։ Ամեն դեպքում մենք այստեղ ենք եկել հույսով եւ մարդիկ ճարահատյալ են, այլ ելք չկա, դրա համար էլ հավաքվում են։ Արցախում էլ երբ որ բլոկադայի ամենածանր շրջանում մենք կանանցով ցույցեր ենք անում, ես հարցում են թե արդյոք հույս ունեք, որ մի բան կփոխվի, բայց այդ քայլերը գոնե քեզ հետո մեղքի զգացում քո մեջ չեն առաջացում, դու գիտես, որ գոնե փորձել ես, սա ճարահատյալ փորձ է եւ հույս ունեմ, որ այն հաջողությամբ կպսակվի։ Իսկ ինչ որ հետագա քայլեր հետագա քայլերը որոշելու է ժողովուրդը, որ այստեղ հավաքված է, թե մարդիկ զգում են, հասկանում են, որ իրենց պահանջը չի կատարվելու եւ այլ գործողությունների են ուզում դիմել, չգիտեմ, օրերով մնալ ազատության հրապարակում կամ չգիտեմ տարբեր տեղ ակցիաներ անել, դա իրենց իրավունքն է եւ մենք որպես կազմակերպիչներ ամեն կերպ ժողովրդի կողքին ենք եւ իրենց կարծիքն ենք արտահայտում։ Եթե ցանկություն լինի պայքարը այլ լեվելներ տեղափոխելու, մենք պատրաստ ենք որպես կազմակերպիչներ ամեն կերպ աջակցել։